Ողջույն սիրելի ընկերներ, հետևորդներ, բարի գալուստ Տարևի խոհանոց։ Այսօր մեծ սիրով ցանկանում եմ պատրաստել բերանում հալվող նուրբ թեթև բիսկվիտ։ Այն ստացվում է շատ արագ եւ շատ համեղ։ Նման բիսկվիտից ոչ ոք չի հրաժարվի։ Ինչ է հարկավոր մեզ այն պատրաստելու համար։ Մեզ հարկավոր է 5 ձու, 500 գրամ մածուն, կարող եք վերցնել տարբեր տեսակի կաթնամթերքներ, կաթ, թթվասեր, կեֆիր, ինչ ցանկանում եք, 250 գրամ շաքարավազ, 100 միլիգրամ ձեթ, 2-ից 3 ճաշի գթալ կիտրոնի հյութ, 1 թեյի գթալ վանիլի եւ 1 թեյի գթալ սոդա։ Եթե վերցնելու եք փխրեցուցիչ, վերցրեք 2 թեյի գթալ։ Վերցնում ենք նաեւ 2 բաժակ ալյուր, մոտ 300 գրամ։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ 5 ձվի վրա ավելացնում ենք վանիլային շաքարը եւ լավ հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո կավելացնենք շաքարավազը։ Այդ ընթացքում միացնում ենք ջեռոցը, որպեսզի լավ տաքանա։ Ահա, ձուն եւ շաքարավազը լավ հարում ենք, այնուհետեւ ավելացնում ենք մածունը։ Կարող եք նաեւ ձեռքի հարիչով հարել, որպեսզի արագ ստացվի, ես հարիչով եմ անում։ Ընդամենը մի քանի րոպե եւ մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Հարկավոր է նաեւ ջեռոցի տապակը նախորդ պատրաստել, որպեսզի երբ որ խմորը պատրաստ լինի, անմիջապես լցնենք եւ թխենք։ Մածունը ավելացնելուց հետո կրկին հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք 100 միլիգրամ ձեթը եւ կրկին հարում ենք։ Ավելացնում ենք կիտրոնի հյութը։ Եթե ձեռքի տակ ունեք թարմ կիտրոն, կարող եք նաեւ կեղևից մի փոքր ավելացնել։ Բոլոր բաղադրիչները հարեցինք, տեսեք որքան լավ զանգված ենք ստացել։ Այժմ կավելացնենք 4 բաղադրիչները, ալյուրը եւ սոդան։ Կավելացնենք նաեւ սոդան։ Ահա թանկագիններս, արտակարգ խմոր ենք ստացել, շատ լավն է։ Հիմա կլցնենք ջեռոցի տապակի մեջ եւ կուղարկենք արդեն նախորդ տաքացրած ջեռոցը։ Ջեռոցի տապակի մեջ արդեն ես նախորդ յուղաթուղթ եմ փռել, ոչինչ չեմ քսում։ Ջեռոցի տապակի չափսը 20-30-ի վրա։ Լցնում ենք խմորը եւ ուղարկում ենք նախորդ տաքացրած ջեռոցը եւ թխելու ենք 200 աստիճանի տակ։ Երբ տեսնում ենք, որ արդեն կիսով չափ պատրաստ է, երեսի մասը մի փոքր կարմրում է, իջեցնենք մինչև 180 աստիճան եւ կթողնենք ամբողջական պատրաստ լինելը։ Ընդհանուր պատրաստ կլինի մոտ 25-ից 30 րոպեի ընթացքում։ Ահա թանկագիններս, մեր համեղությունը արդեն պատրաստ է, յուրահատուկ բիսկվիտ ենք ստացել, փափուկ, թեթև։ Հիմա կհանենք, կթողնենք սառի, հետո նոր կկտրեմ եւ ցույց կտամ ինչպես է ստացվել։ Ասեմ, որ եթե ձեզ մոտ խմորը արտակարգ ստացվի, նշանակում է բիսկվիտը եւս։ Շատ մարդիկ կան, որ թխում են եւ ասում են, որ չի ստացվում, ինչ որ բան այնպես չի լինում։
այսպես սարեր ձորեր են առաջանում բիսկվիտի ժամանակ, պետք է ամեն բաղադրիչը ճիշտ օգտագործեք, եթե ճիշտ օգտագործեք կտեսնեք, տեսեք ինձ մոտ ինչպես է ստացվել հարթ սլացիկ մակերեսով, հիմա հանեմ, թողնեմ սառի, գարնանային այս զբաղված օրերին բիսկվիտները հենց մեզ համար են, քանի որ կրեմով խմորեղենները, տորթերը մի փոքր ժամանակատար են, իսկ այս շրջանում բոլորը զբաղված են, նախընտրում են հեշտ արագ պատրաստվող բաղադրատոմսեր, կարող եք պատրաստել նմանատիպ բիսկվիտներ, կեքսեր, թխվածքաբլիթներ, իմ էջում կա տարբեր տեսակի թխվածքաբլիթներ, կեքսեր և բիսկվիտի շատ բաղադրատոմսեր, կթողնեմ տեսանյութի ներքևում, կարող եք հետևել և պատրաստել։ Ահա, կթողնեմ կսառի, այնուհետև նոր կկտրեմ։ Ահա, տեսեք որքան լավ է ստացվել մեջը, կողքերը ուղղակի կտրեցի, որ հիմա կտրեմ վերջնական տեսքի բերելուց կտորները գեղեցիկ լինեն նկարահանելու համար, դուք կարող եք չկտրել, տեսեք որքան լավն է, հիմա կկտրենք և կմատուցենք։ Ահա թանկագիններս տեսեք, թե որքան ծակոտկ են, որքան նուրբ, թեթև, հալվում է բերանում, շատ լավն է ստացվել։ Ահա թանկագիններս բիսկվիտի վերջնական տեսքը, հիմա մի փոքր շաքարի փոշի կցանեմ և կմատուցեմ, եթե չեք ցանկանում շաքարի փոշի, կարող եք մատուցել հենց այդպես, ինչպես սիրում են ձեր տան անդամները։ Հուսով եմ ձեզ դուր եկավ բաղադրատոմսը հեշտ, արագ և մատչելի, դուք նույնպես պատրաստեք և վայելեք թանկագիններս, չենք մոռանում մեկնաբանել, քանի որ ձեր ջերմ խոսքերը ինձ ժպիտ են պարգևում, գրեք ձեր կարծիքը, տեսնեմ դուք հաճախ եք պատրաստում և ինչպես եք պատրաստում։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, տեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսին։